Մանկական ալիք, նանի զանի։ Բուրատինոյի արկածները։ Գեղեցիկ ծովափնյա մի քաղաքում ապրում էր ծերունի պապա Կարլոն, որը մեծ սեր ու ջերմություն ուներ իր փոքրիկ արհեստանոցի նկատմամբ։ Մի օր նա գտնում է մի կախարդական փայտիկ։ Այդ փայտից նա հյուսում է մի փայտե տղա, երկար քթով ու զվարթ ժպիտով։ Եվ հենց որ վերջին հարվածը տալիս է փայտին, փայտե տղան հանկարծ կենչանանում է։ Նրա անունն էր Բուրատինո։ Բուրատինոն աշխույժ, հետաքրքրասեր ու մի քիչ չարաճճի էր։ Նա միշտ ուզում էր բացահայտել աշխարհը, տեսնել նոր վայրեր և հանդիպել նոր ընկերների։ Բայց ամենակարևորը, Բուրատինոն սովորում է, որ ամեն անգամ, երբ ճիշտն է ասում և օգնության է հասնում, իր փայտե սիրտը դառնում է ավելի ջերմ։ Պապ Կարլոն նրան տվեց հին, բայց սիրուն տաբատ ու շապիկ, ապա ուղարկեց դպրոց, որպեսզի նա սովորի կարդալ-գրել և խելացի դառնա։ Բայց ճանապարհին Բուրատինոն հանդիպեց շրջիկ դերասանների թատրոնի, և հետաքրքրասիրությունը նրան տարավ դեպի նոր արկածներ։ Թատրոնում նրան դիմավորեցին շարժուն տիկնիկները։ Նրանք ուրախացան, որ Բուրատինոն էլ է տիկնիկ, և բոլորը միասին սկսեցին խաղալ։ Բուրատինոն դարձավ ներկայացման աստղը իր զվարճալի բնավորության շնորհիվ։ Հետագա ճանապարհին Բուրատինոն հանդիպեց Մալվինային, կապուտաչյա, բարի ու խելացի աղջկան, որն ապրում էր իր հավատարիմ շան Արտեմոնի հետ։ Մալվինան փորձեց Բուրատինոյին օգնել սովորելու, ուղղելու իր սխալները և դառնալու ավելի կազմակերպված։ Թեպետ երբեմն չարաճճի էր և չէր լսում, Բուրատինոն սկսեց հասկանալ, որ գիտելիքը շատ կարևոր է։ Մի օր նա պատահում է մի կախարդական գիրք, որի մեջ պահված էր հին գաղտնիք՝ ճանապարհ դեպի ոսկե բանալիով բացվող կախարդական դուռը։ Այդ դուռը տանում էր դեպի փոքրիկների երազանքների թատրոն, որտեղ կարող էին իրականանալ խաղի, երգի ու հրաշքի ամենագեղեցիկ պահերը։ Բուրատինոն ճանապարհ ընկավ նոր ընկերների՝ Մալվինայի, Արտեմոն շան հետ և Պիերոյի հետ, որոնք օգնեցին նրան անցնել փորձությունները, բայց նրա ճանապարհին կանգնած էին նաև խորամանկ թշնամիներ՝ աղվես Ալիսան և կատու Բազիլիոնը։ Չնայած վտանգներին, Բուրատինոն երբեք չհանձնվեց։ Նա պաշտպանեց ընկերներին, բացահայտեց խորամանկությունների գաղտնիքները և վերջապես հասավ կախարդական թատրոնին։ Երբ Բուրատինոն բացեց դուռը ոսկե բանալիով, քաղաքի բոլոր երեխաները միասին ուրախացան։ Կախարդական թատրոնում տիկնիկները կարող էին ապրել ազատ, առանց վախի, երգել, խաղալ և սովորել։ Նա դարձավ հերոս, ոչ թե որովհետև քաջ էր, այլ որովհետև սրտով բարի էր և միշտ հավատում էր հրաշքների ուժին։